Բապ, մաման պատմեց երեք ինչ ա եղել։ Ես հիշում եմ, որ ակումբում էինք ու այդ աղմուկը ինձ ընդհանրապես դուր չէր գալիս։ Ու լիքը անծանոթ մարդիկ կային։ Հետո վարորդին կանչեցի, բայց այդ ընթացքում Ժասմինը ինչ-որ մի բան հյուրասիրեց ու էլ չեմ հիշում։ Ես գիտեմ, որ դու չես իմացել, թե ինչ կա այդ շոկոլադի մեջ։ Ես վստահ եմ, որ իմանալ չէր վերցնի։ Բայց միջև երեք ես նաև վստահ եմ, որ դու գիտես, ուր կարելի է գնալ, ուր չէ։ Ում հետ կարելի է գնալ, ում հետ չէ։ Ու միջև քանիս է կարելի դուրս մնալ։ Բապ, ես չգիտեմ ինչ ասեմ քեզ։ Կյանքում գայթակղությունները շատ են։ Հիմնականում ամենավատ ու ամենավտանգավոր բաները մեր կյանք գալիս են անմեղ տեսքով, սիրուն փաթեթավորված, երեկվա շոկոլադի պես, որ դու ոչ մի բանի վրա չկասկածես, ոչ մի բանի չզգուշանաս ու թուլանաս։ Ես այդ արդեն հասկացել եմ, բապ։ Ջահել երեխեքին գրավում է զգացողությունը, իրականությունից կտրվելու ու ամեն ինչ մոռանալու, բայց այդ ամենավատ բանն է։ 1, 2, ու էլ դու քո տերը չես, դու քեզ չես պատկանում։ Այդ աշխարհը շատ գունավոր է, ուրախ է թվում, բայց ներսից փտած է, գործամաս ճակատագրերով ու մահերով։ Ես գիտեմ, բապ։ Ես գիտակցված այդ քայլը երբեք չի անի։ Ու ես խոստանում եմ, որ ես ուշադիր կլինեմ, բապ։ Հիմա ես էլ շատ ուշադիր կլինեմ։ Ես ես կյանքում ամենակիչը կուզեի քո վստահությունը կորցնել, բապ։ Ես վստահում եմ քեզ։ Նաև վստահում եմ մորդ դաստիարակությանը։ Բայց ես երկրում պետք է մենք կրկնակի զգույշ լինենք։ Աղջիկս, եթե փտած միրգը դնում ես առողջ մրգի կողքը, չի առողջանում։ Ընդհակառակ առողջ միրգը փտում է։ Քո կողքի մարդկանց պետք է ուշադիր ընտրես։ Յանք են ձևավորում քո աշխարհը։ Իմ մաքուր ու անմեղ աղջիկ, մեզ կյանքը հարվածելով է մեծացնում։ Ու քանի ծնողներդ կան, դու երեխա ես մնում։ Ու հավատա ինձ, այդ ամենալավ բանն է։ Ես էլ կյանքում չեմ թողել, որ քո հետ վատ բան լինի։ Չվախենաս։